այսօրվա դատական նիստից, այստեղ հավաքված են անհետ կորածների հարազատներ եւ Պարոն Ղուկասյան, մենք ուղիղ եթերում ենք, մի քանի հարց ունեմ։ Չէ, էլի այնա մի լրատվականի արդեն տվել եմ։ Ուղղակի ձեր հայրն է Արսեն Ղուկասյանը իր առողջական վիճակի մասին փաստաբանական թիմը եւս բարձրաձայնում է, գիտենք, որ լավ չի առողջական վիճակը, կասեք ինչպիսի խնդիրներ ունի պարոն Ղուկասյանը։ Լիքը խնդիրներ ունի, ոչ մի բանը հաշվի չեն առնում։ Հետո ուրիշ բան չունեմ ասելու, էլի դեղեր են դա աղոր դեղերի վրա։ Միջև ասենք դատաբժշկական փորձաքննություն լինի, տենան համոզվեն, որ երիտասարդի այդ մի քանի տոկոսն է աշխատում։ Դա դատաբժշկական փորձաքննություն երբ կլինի, դա արդեն չգիտենք։ Իսկ այս կալանավորումը ինչի համար էր, այս կերպով փորձում էին անհետ կորածների հարազատներին լրացնել, որպեսզի ակցիան։ Մեն ասային, որ մի խոսացեք, ոչ մեկը թո չի իմանա իր երեխան ուրա։ Շաբաթներ առաջ նաև հաղորդում ներկայացրեցիք դատախազություն, խնդրանք, որպեսզի փոխեն խափանման միջոցը կարգը, ինչ արձագանքներ կան։ Զրո արձագանք կա։ Ինչ ակնկալիքներ ունեք իսկ դատական։ Այսօր դատախազությունը այսօր դատարանում գոնե փոխվի խափանման միջոցը, թե կփոխվի տնային կալանքի, թե կփոխվի ստորագրություն չբացակայելու, թե փոխվի, որ նորմալ պայմաններ լինի։ Միջով ասենք կհասկանան, որ իրանք դա ոչ մի հանցանքի բան չկար, որ այնց մի ամուսով է կալանավորում էին։ Պարոն Ղուկասյան, իսկ Արսեն Ղուկասյանի բացակայության պայմաններում ծնողների ձայնը կլրացվեր, կլռի։ Որ ծնողը որ պահանջատեր է, ինքը միջև վերջ պահանջելու է, կապ չունի, պապաս հետները կլինի, թե ասենք կալանավայրում կլինի, բայց մեկը այն որ պահանջը միշտ ելնելու է։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, դուք տեսաք ձեր էկրաններին